Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք ոստիկանության նորաստեղծ գվարդիայի մասին։ Զրուցելու ենք ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ Արմեն Մկրտչյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Նախ եկեք հասկանանք ինչու ստեղծվեց ոստիկանության գվարդիան, ինչու էր անհրաժեշտ դրա ստեղծումը։ Նախ կուզենայի նշել, որ համաձայն մեր ռազմավարական մոտեցումների ոստիկանությունը զարգանում է 4 հենասյունային ուղղություններով, որոնցից մեկը դա բարեկային ծառայությունն է, բոլորին հայտնի, արդեն հստակ ձևավորված եւ 2023 թվականի ավարտից ամբողջությամբ գործող Հայաստանի Հանրապետության տարածքում, երկրորդ հենասյունային ուղղությունները դա քրեական եւ համայնքային ոստիկանություններն էին, որոնք անցած տարվա նոյեմբերի 1-ին ձևավորվեցին եւ արդեն շուրջ 1 տարի գործում են։ Համայնքային ոստիկանության առաքելությունը հիմնականում համայնքի հետ հաղորդակցվելն է եւ որոշակի ռիսկային իրավիճակներ վերհանել, հայտնաբերել եւ ուղղորդել դրանք, որպեսզի հետագայում չվերածեն առավել վտանգավոր երևույթների կամ ծնեն հանցագործություններ եւ ընտանեկան կենցաղային բռնության արձագանքումն է հիմնականում այս ծառայության գործառույթներից նաեւ քրեական ոստիկանությունը բնականաբար կենտրոնացած է առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունների բացահայտման վրա, ինչպես նաեւ առհասարակ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի։ Եվ մեր 4-րդ հենասյունը դա ոստիկանության գվարդիան էր, որի օրենսդրական ամբողջ փաթեթը ընդունված էր դեռևս անցած տարվանից եւ այս տարվա նոյեմբերի 1-ից այն ամբողջությամբ գործարկվեց։ Ընդհանուր առմամբ 2000 դեռևս 20 թվականի մեր ընդունած առաջի բարեփոխումների ռազմավարությամբ նախանշված էր այս կառույցի ձևավորումը, սակայն ընթացքում որոշակի ժամկետային եւ այլ իրողությունների պարագայում մի փոքր ավելի ուշ ձևավորվեց այս ծառայությունը եւ այս առումով կարելի է նաեւ դրական կոմպոնենտներ էլ տենալ, որտեղ այս տարիների ընթացքում մենք ինքներս որոշակի շտկումներ մտցրեցինք մեր ռազմավարական մոտեցումների մեջ, քանի որ գիտեք, որ հասարակությունը եւ առհասարակ հասարակական հարաբերությունները շատ արագ են զարգանում եւ շատ արագ պետք է նաեւ պետությունը ադապտացվի այդ զարգացումներին։ Հիմա գործառույթները որոնք են գվարդիան ինչ է անելու։ Շատ լավ։ Նախ ասեմ, որ անցած տարվանից օրենսդրական փաթեթ ընդունել է եւ այս տարվա գործարկումը պայմանավորված էր մի շարք կարևոր կազմակերպչական գործառույթներով, մասնավորապես մենք օրենքով նախատեսել էինք, որ գվարդիայի որպես ծառայող կարող է հավակնել այն ոստիկանության ծառայողը կամ զինծառայողը, ով պարտադիր պատրաստություն կանցնի եւ կհաղթահարի այդ պատրաստությունը եւ նշեմ, որ իհարկե առանց ընդհանուր թիվը ներկայացնելու գվարդիայի, ասեմ, որ բազմամարդ մեծ քանակ թվականակ ունեցող ծառայություն է այս ծառայությունը եւ պատրաստություն են անցնում։ Այո, հիմա ես անդրադառնամ նաև պատրաստության բովանդակությանը։ Իհարկե դրանք առավելապես վերաբերել են հարկադրանքի գործադրմանը, մասնավորապես ուժի գործադրմանը եւ այլ այն անհրաժեշտ ծառայողական պարտականություններին, որոնք որ նախանշված էին գվարդիայի մասին օրենքով։ Ներկայացնելով գվարդիայի ֆունկցիոնալի բովանդակությունը, նշեմ, որ այս ծառայությունը ոստիկանության նախկին որևիցե ծառայության իրավահաջորդը չէ, այդուհանդերձ մենք մեկտեղել ենք այստեղ մի քանի ոստիկանական գործառույթներ, որոնք մեկ միասնական կառավարման տեսանկյունից բավականին արդյունավետ են։ Եվ ինչը կուզենամ առաջինը նշել ոստիկանության գվարդիայի գործառույթներից, դա իհարկե հասարակական կարգի պահպանությունն է եւ հասարակական անվտանգության ապահովումը։ Այստեղ կարծես թե այս ֆունկցիան ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն է վերաբերելի, բայց մենք մեր ռազմավարությունները այնպես ենք նախատեսում եւ իրականացնում, որպեսզի թեկուզ ընդհանուր խնդիր ունենալով հանդերձ յուրաքանչյուր հենասյունային ծառայություն մասնագիտանա իր նեղ ուղղվածությամբ, չբացառելով, որ իհարկե մեկը մյուսին փոխարինելիության ուրեմն տրամաբանություն կարող է գործել։ Փոխ լրացնում են մեկը մյուսին։ Իհարկե, բայց այս իմաստով գվարդիայի հիմնական ֆունկցիան, երբ ես նշում եմ հասարակական կարգի պահպանություն, նախ եւ առաջ նկատի ունեմ
զանգվածային միջոցառումների սպասարկումը, այդ թվում հավաքների, երթերի եւ ցույցերի իմաստով մենք գիտենք, որ մենք այստեղ ունենք շատ հստակ եւ զգայուն օրենսդրություն, հատկապես հավաքների իրացման երաշխավորության տեսանկյունից եւ ոստիկանությունը ունի հստակ պարտականություններ սպասարկել հավաքը եւ հավաքը նախաձեռնողի, այսպես ասած, նպատակները իրացվեն նաև անվտանգային տեսանկյունից։ Իհարկե ոստիկանության գվարդիան հնարավոր զանգվածային անկարգությունների կասեցման դեպքում նույնպես ունի հստակ գործառույթներ եւ ինչը շատ կարեւոր է պատրաստվածություն։ Ուժի կիրառում կա։ Այո, իհարկե կա։ Իսկն զենք են գործածելու։ Եվ այո, ուժի գործադրման այսպես ասած լիազորությունը դրսևորվում է ֆիզիկական ուժի գործադրմամբ, հատուկ միջոցների գործադրմամբ եւ հրազենի։ Բնականաբար այս 3 լիազորություններ վերապահված են գվարդիային եւ այս իմաստով մենք շատ առանցքային ուշադրություն ենք դարձրել պատրաստվածությանը, որտեղ շատ զգայուն հարց է ուժի գործադրումը, մենք այստեղ գործ ունենք իրավունքների սահմանափակման հետ, քաղաքացիների բնականաբար, եւ նաեւ ուժի գործադրումը, այսպես ասած, միշտ պետք է դիտարկել որպես վերջին միջոց, եւ դրա համար այստեղ շատ կարեւոր են եւ տեսական գիտելիքները եւ գործնական հմտությունները եւ ֆիզիկական, այսպես ասած, մկանային հիշողության արտահայտվող։ Այսինքն մարտարվեստի են տիրապետում, թե նաեւ մարտարվեստի դասընթացներ են ունեցել մեր ծառայողները եւ բնականաբար դրանք լինելու են շարունակական եւ օրենքով է ամրագրված, որ տարեկան 1 անգամ պարտադիր վերապատրաստումներ են պետք լինելու, որպեսզի հնարավոր ուժային միջոցների գործադրման դեպքում մենք ունենանք հստակ իրավաչափ եւ համաչափ մոտեցումներ։ Գվարդիայի հիմքում, կազմավորման հիմքում որ երկրի մոդելն է ընկած, թե բացարձակապես կապ չունի։ Ունի, մենք երբ որ մշակել ենք հայեցակարգը գվարդիայի ձևավորման, ինչպես նաեւ հետագայում գվարդիայի մասին օրենքը, նշեմ, որ ներգրավված են եղել եւ ազգային փորձագետ եւ միջազգային փորձագետ, մեզ գվարդիայի ձևավորման օրենսդրական բազայի ձևավորման ուղղությամբ մեծ աջակցություն է ցուցաբերել Եվրոպայի խորհրդի, դեմս Երևանյան գրասենյակի, եւ ասեմ, որ օրենքը ունի միջազգային փորձագիտական դրական եզրակացություն, եւ ես չեմ ուզում նշել, որ մենք կոնկրետ ինչ-որ երկրի մոդել ենք վերցրել այս առումով եւ ուղակի տեղայնացրել մեզ մոտ, այլ մենք շատ կարևոր էլեմենտներ ենք վերցրել միջազգային փորձից, դրական փորձից, դրանք տեղայնացնելով մեր ռեֆորմի մեջ եւ ձևավորելով մեր պետական կառավարման համակարգին, ներքին գործերի նախարարության համակարգին, մեր հասարակության որոշակի սպეციფიკաներին համակարգ ենք ձևավորել։ Այս առումով միջազգային փորձը մեզ օգնել է եւ օրենսդրության մշակման եւ կառուցվածքի ձևավորման իմաստով։ Այդուհանդերձ ես կուզենայի շարունակել նաեւ գվարդիայի մյուս ֆունկցիաները, գվարդիայի գործառույթների, կարևոր գործառույթներից է նաեւ պետական պահպանության իրականացումը, խոսքը վերաբերվում է հատուկ կարևորագույն նշանակության օբյեկտներին, որոնց ցանկը հաստատվում է կառավարության կողմից եւ սրանք ռազմավարական նշանակության օբյեկտներ են, որոնք ունեն պետական պաշտպանության եւ անհրաժեշտություն եւ կարիք եւ այս ֆունկցիան եւս ուրեմն ներառվել է գվարդիայի գործառույթի ցանկի մեջ։ Մենք նաեւ այստեղ ենք ներառել դատավարական գործընթացների մասնակից անձանց, միջազգային տերմինոլոգիայով, այսպես ասած, վկաների պաշտպանության գործառույթը եւս ներառված է գվարդիայի ֆունկցիոնալում։ Այստեղ ունենք նաև պետական պաշտպանությունից օգտվող անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված դեպքերում պետական պահպանության գործընթացի աջակցության գործառույթ։ Իհարկե նաև ոստիկանության գվարդիան ունի նախաքննության, ոստիկանության մյուս ծառայություններին աջակցության
այսպես ասած բավականին մեծ աշխատանքային սպեկտր։ Ծառայությունում նաև զարգանում է կինոլոգիական ծառայությունը, որը ըստ էության հասարակական անվտանգության ապահովման շրջանակներում բավականին կարևոր դերակատարություն ունի։ Գվարդիան մարզերում ներկայացված է, թե չէ։ Ըստ էության մեր նպատակադրումը ի սկզբանե եղել է այնպես, որ ոստիկանության գվարդիան ամբողջ ծավալով ներկայացված լինի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Այս պահին պետական պահպանության, դատավարական մասնակիցների պաշտպանության իմաստով այո, ներկայացված է հանրապետության բոլոր մարզերում, իսկ հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները տեղակայված են Երևանում եւ անհրաժեշտության դեպքում մեկնում են համապատասխան մարզեր եւ գործունեությունը այնտեղ են ծավալում։ Մենք ունենք պլան, որ հետագայում նաեւ կունենանք մարզային հենակետեր, այս պահին այդ ուղղությամբ որոշակի տարբերակներ ենք մտածում, թե կոնկրետ բոլոր մարզերում կամ մի քանի մարզում, ասենք հյուսիսային, հարավային հենակետեր ունենանք եւ այսպես։ Վարչապետը նշեց, որ սա բոլորովին նոր ծառայություն է, ոչ թե հնի շարունակությունը։ Դուք եւս դա ասացիք։ Ըստ էության ստացվում է, որ սա ոչ թե ոստիկանության զորքն է, այլ բոլորովին նոր մի ստորաբաժանում, հա։ Այո։ Եվ ռազմական դրության պայմաններում ում է ենթարկվելու գվարդիան։ Շնորհակալություն։ Նախ ձեր առաջի հարցին անդրադառնամ, այո, սա որևիցե նախկին ծառայության իրավահաջորդ չէ, քանի որ այս ծառայության ձևավորմամբ լուծարվել են մի քանի ոստիկանական ծառայություններ, այդ թվում ոստիկանության զորքերը եւ ոստիկանության զորքերը ի տարբերություն ոստիկանության գվարդիայի կազմում էր զինված ուժերի մաս, այլ զորքերի մեջ էր մտնում եւ ուներ այսպես իրավական տեսանկյունից երկակի ենթակայություն։ Ոստիկանության գվարդիան բացառապես, այո, ոստիկանական ծառայություն է եւ իր նոր փիլիսոփայությամբ, իր նոր օրենսդրությամբ, իր նորացված սպառազինությամբ, իր նոր համազգեստով եւ հենց այս բոլոր հատկանիշները մեզ հուշում են, որ սա այո ամբողջությամբ նոր ծառայություն է, բայց կարևորը որ ծառայությունը ունի նոր փիլիսոփայություն այս իմաստով եւ ձեր երկրորդ հարցը, որ խնդրեմ հիշեցնեք։ Նկատի ունենք, եթե ոստիկանական զորք չէ, ռազմական դրության պայմաններում։ Այո, ռազմական դրության պայմաններում ում է ենթարկվում։ Ոստիկանության գվարդիան ոստիկանության գվարդիայի մասին օրենքով նախատեսված ենթարկվում է ոստիկանության պետին ընդհանուր եւ որի ընդհանուր կառավարումը ներքին գործերի նախարարի եւ նախարարության ներքո է ռազմական դրության եւ արտակարգ դրության դեպքում ոստիկանության գվարդիան հստակ ունի իր գործառույթները, որոնք բխում են իր լիազորություններից եւ հատկապես եթե խոսքը գնում է պետության պաշտպանության, այսպես ասած, ֆունկցիայի մասին, այստեղ ոստիկանության գվարդիան ունի աջակցության խնդիր հատուկ առաջադրանքներ կատարելու ձևաչափով։ Եվ այս իմաստով ասեմ, եթե նախկինում ոստիկանության զորքերը ունեին երկակի ենթակայություն, այսպես ասած խաղաղ պայմաններում ենթարկվում էին ոստիկանությանը, ներքին գործերի նախարարությանը, իսկ պատերազմական վիճակում անցում էին կատարում զինված ուժերին, այստեղ իրականում կար շփոթ եւ ծառայությունը չէր կարողանում հստակ դիրքավորվել եւ մենք ստեղ ավելի շատ տեսնում էինք խնդիրներ եւ ներսի խնդիրները լուծելուց եւ երկրի պաշտպանության տեսանկյունից հարցը խնդրահարույց էր, որովհետեւ հնարավոր չի ստորաբաժանումը պատրաստել երկու տարբեր ուղղություններով եւ ունենալ այնպիսի ունիվերսալ կառուցվածք, որը եւ հասարակական կարգի պահպանության ընթացքում կարող է ներգրավվել ծառայությունների եւ սենց ասած երկրի պաշտպանության տեսանկյունից։ Ներկայումս ոստիկանության գվարդիան ունի հստակ գործառույթներ, այդ թվում ուժային հակազդման առումով, խոսքը եւ զինված հանցագործների վնասազերծմանն վերաբերում եւ հակահաբեկչական գործողություններին մասնակցելուն եւ այս պատրաստվածությունը իրեն թույլ է տալու հատուկ առաջադրանքներ կատարել, եթե դրա անհրաժեշտությունը կլինի, նաեւ երկրի պաշտպանության
ժամանակահատվածում։ Քաղաքացիները առօրյայում ինչպես են զգալու գվարդիականների ներկայությունը։ Քաղաքացիները գվարդիայի ներկայությունը կզգան նախ եւ առաջ այն վայրերում, որտեղ գվարդիան կիրականացնի հետիոտ ընծառայություն, գվարդիան, այսպես ասած, բացի հավաքներ եւ զանգվածային միջոցառումներ սպասարկելուց, առօրյա իր գործառույթների շրջանակում կիրականացնի երթուղիներում վերակարգային ծառայություններ եւ իր ներկայությամբ կանխարգելիչ էֆեկտ կունենա այսպես եւ նաեւ հավաքների իրականացման ժամանակ կարծում եմ մեր քաղաքացիները իրենց առավելապես անվտանգ կզգան բայց մի քանի նաեւ բովանդակային այսպես ասած նորություն կուզենայի ասեի գվարդիայի հետ կապված տեսեք գվարդիան լինելով բավականին ուժային կառույց, հա, ուժի գործադրման տեսանկյունից մենք գլխավորապես նաև ուշադրություն ենք դարձրել բանակցային հմտությունների զարգացմանը եւ առանձին ստորաբաժանում ենք նաև ձևավորել այս իմաստով, այսինքն մենք ցանկացած միջոցառում դարձնելու ենք մեզ համար ուսումնասիրման առարկա եւ հասկանանք թե տվյալ միջոցառման սպասարկման ընթացքում ինչ առանձնահատկություններ ուներ միջոցառումը, ինչ խնդիրներ եւ բացեր ունեին մեր ծառայողները եւ բնականաբար խոսելով բանակցային, այսպես ասած, հմտությունների զարգացման մասին, սա շատ կարևոր օղակ ենք մենք դիտարկում ծառայության մեջ, այն առումով, որ սա պետք է լինի այն հիմնական գործիքը, որը պետք է նվազեցնի ուժի գործադրման հնարավորությունները։ Այսինքն մենք պատրաստվում ենք բանակցություններով, հաղորդակցման տարբեր ձևաչափերով հասնել նրան, որպեսզի բացառվի կամ նվազեցման հասցվի։ Եթե ավելի պարզ ասենք, բանակցող նկատի ունեք ֆիլմերում հաճախ ենք տեսել, երբ հանցագործի հետ ոստիկանը կամ ինչ որ մեկը սկսում է բանակցել։ Այդ բանակցությունների մասին է խոսքը, թե Թերևս այդ բանակցությունները եւս կարևոր ուղղություն են, բայց այս պարագայում ես նկատի ունեմ մեկ այլ գործառույթ, որը նույնպես միջազգային ոստիկանական փորձը տալիս է մեզ եւ տվել է մեզ, այս իմաստով խոսքը գնում է երբ որ տեղի ունենալու այս կամ այն միջոցառում անկախ իր բնույթից եւ եթե ինքը ունի որոշակի զանգվածային բնույթ եւ որոշակի ռիսկեր, որ կարող է հասարակական կարգը խախտվել, մինչև միջոցառման սկսվելը կամ միջոցառման ընթացքում մեր ոստիկանության համապատասխան ծառայողները բանակցելու են միջոցառումները կազմակերպողների հետ եւ հասկանալ վերջիններիս կարիքները, ճիշտ ուղղորդել վերջիններից, լսել նրանց եւ ինչ որ չափով կանխարգելել նաեւ հնարավոր սցենարը զարգացման։ Հենց մեր նպատակը նաեւ որպեսզի մենք ունենանք հստակ կանխարգելիչ իրավիճակ, որպեսզի որևիցե դեպքում իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա եւ անհրաժեշտություն չառաջանա ուժային միջոցներ, հատկապես ծանր ուժային միջոցներ գործադրելու տեսանկյունից եւ բնականաբար մենք այս ուղղությունը զարգացնելու ենք։ Գրեթե մեկ ամիս է գործում է արդեն գվարդիան, ինչպես գնահատեք աշխատանքը։ Գիտեք, մեկ ամիսը թերևս մի փոքր կարճ ժամանակահատված է ճշգրիտ եւ հստակ գնահատականներ տալու համար, բայց այդուհանդերձ զգում եք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այդ առումով զգում ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, նաեւ նշեմ, որ մեր գվարդիայի ծառայողները արդեն իրենց ամենօրյա ծառայության ընթացքում որոշակի հանցագործության դեպքեր են հայտնաբերել եւ այո, դրանք ներկայացնել վարույթ իրականացնող մարմիններին։ Այս առումով մենք բացասական ազդակ չունենք մեր ծառայության ձևավորման իմաստով, ունենք դրական միայն այս պայդրությամբ ազդակներ եւ վստահ ենք, որ ծառայության կայացումից ձևավորումից հետո մենք նաեւ կունենանք կայացման լավ գործընթաց։ Հասարակության ընկալումները ինչպիսին են, ծանոթ եք։ Գիտեք, այս առումով նշեմ, որ մենք գվարդիան երբ որ ձևավորում էինք, ես նշեցի սկզբում, որ հայցակարգ մշակեցինք, հետո գայում նաև օրենսդրություն, թերևս ամենալայն քննարկում անցած
օրենսդրական փաթեթներ եւ հայեցակարգը եւ մեր ազգային ժողովի գործընկերների եւ միջազգային գործընկերների եւ քաղաքացիական հասարակության հետ, այսինքն մենք այս աշխատանքը արել ենք դեռևս մինչեւ ձևավորելը եւ կարծես թե ամենակոնսենսուսային նաեւ պրոյեկտներից է եղել եւ հասարակության կողմից եւ միջազգային գործընկերների եւ ազգային ժողովի մեր գործընկերների կողմից բնականաբար կառավարության հետ ունեցել ենք այդտեղ կոնսենսուս եւ այս իմաստով ինքը ընկալված պրոյեկտ էր։ Օրինակ շատերը ասում էին, որ առանց այդ էլ ոստիկանությունը կադրերի պակաս չունի եւ գվարդիան ըստ էության կարող է դառնալ ուժային ավելորդություն։ Տեսեք, այս առումով ասեմ, որ ընդհանուր ոստիկանության ծառայողների թիվը այս ռեֆորմով ոչ ավելացել է եւ ոչ էլ պակասել է, այնպես որ այդ քաղաքացիների մտահոգությունը այդ առումով կարող են փարատել։ Ընդամենը մեր նպատակը եւ առհասարակ մեր գաղափարախոսությունը այն է, որ մենք յուրաքանչյուր ոստիկանության ծառայության, ուղղության կամ ստորաբաժանման հստակ խնդիր ենք տալիս լուծելու եւ սրանով իսկ տվյալ ծառայությունը կենտրոնանալով իր խնդրի վրա կարողանում է զարգանալ, քանի որ այլ պարագայում, եթե մենք բոլոր ֆունկցիաները տալիս ենք բոլոր ոստիկանության ծառայողներին, դրանք շատ լայն են եւ այսպես ասած նեղ մասնագետներ չենք ունենում։ Դրա համար ոստիկանության բոլոր ծառայողները պետք է ընդհանուր գիտելիքներ ունեն, որոնք հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, ընդհանուր հանցավորության դեմ պայքարին են միտված, բայց յուրաքանչյուրը իր դերակատարումը պետք է ունենա այս ընդհանուր առաքելության մեջ։ Եվ դրա համար մենք այս 4 հենասյուներն ենք ընտրել, այս 4 հենասյունային ծառայություններում մեկտեղել ենք իրար շատ մոտիկ եւ կառավարման տեսանկյունից շատ արդյունավետ մոդելներ եւ զարգացնում ենք ոստիկանությունը այսպես։ Եթե քաղաքացին ուզում է դառնալ գվարդիական, ինչ պետք է անի, ինչ ճանապարհ է անցնելու, կրթությունից սկսած մինչեւ ֆիզիկական պատրաստություն։ Ինչ է անհրաժեշտ։ Այս պայդրությամբ ոստիկանության գվարդիայի կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար քաղաքացին պետք է ոստիկանության ծառայության մասին օրենքով չափանիշներին համապատասխանի, այսինքն 18 տարին լրացած լինի, բանակում ծառայած լինի, ունենա միջնակարգ կրթություն, ֆիզիկական եւ առողջական վիճակով համապատասխանի գվարդիայի ծառայողի պահանջներին, դիմում ներկայացնի, անցնի 1 ամսյա վերապատրաստում եւ այն հաղթահարելուց հետո կնշանակվի։ Սա կրտսեր խմբի մասին է խոսքը գնում իհարկե։ Եթե բարձրագույն կրթությամբ դիմորդներ կունենանք, այս պարագայում նաև կարող է քննարկվել սպայական պաշտոնի նշանակման հարցը։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Հիշեցնեմ, մենք խոսում էինք ոստիկանության գվարդիայի մասին, մեր հյուրը ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ Արմեն Մկրտչյանն էր։ Ցտեսություն։